Մարտի 15-ի գիշերը ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզները կատարվող գողության վերաբերյալ տեղեկություն ստացան։ Օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ 3 հոգի պարբերաբար Ժիգուլի Մագնիշի ավտոմեքենաներից կատարում են գողություններ։ Ոստիկաններն արագ արձագանքեցին, մեկնեցին քաղաքի Իսակով թաղամաս, որտեղ այդ պահին դեռ կատարվում էր գողությունը։ Հայտնաբերեցին 3 հոգու, որոնց իրենց վարած Opel եւ VAZ-2106 մեքենաներով հանդերձ բերման ենթարկեցին ոստիկանություն։ Երևանցիներ 23-ամյա Կարեն Փաշինյանը, 21-ամյա Գևորգ Պողոսյանն ու Գագիկ Հովանիսյանն էին։ Նախկինում միասին աշխատել էին սուպերմարկետում, որտեղ էլ ծանոթացել էին։ Հետո ինչ-ինչ պատճառներով դարձել էին գործազուրկ, սակայն ապօրինի ճանապարհով գումար հայթայթելու պատճառը ամենևին էլ գործազրկությունն ու կարիքը չէին, այլ քմահաճույքը։ Մեքենայի վերցրե, վերջի ամիսը չի կարողացել մուծեի, դիտանեի դայի, եթե չէ ավտոն վերցնում էի։ Նույն վիճակում էր նաև Հովանիսյանը։ Տղաները պարզապես չէին ցանկացել ոտքով շրջել, իսկ մեքենաների համար վճարել էր պետք։ Գումարն էլ որոշել էին գողությամբ վաստակել, սակայն վճարել պետք է ամեն ինչի համար։ Բերված մեքենաները տեղափոխվեցին ոստիկանության բաժնի հատուկ պահպանվող տարածք եւ զննության ենթարկվեցին։ Գևորգ Պողոսյանի եւ Գագիկ Հովանիսյանի կողմից վարվող ավտոմեքենաներից զննությամբ հայտնաբերվեց ամբողջ գողոնը։ Հովանիսյանի Opel-ի բեռնախցիկից հայտնաբերվեց գողացված 12 մարտկոց, սրահից 7 ձայնարկիչ եւ բարձրախոսեր, իսկ Պողոսյանի VAZ-2106-ից այլ գողոն։ Որպես թիրախ ընտրել էին սովետական արտադրության մեքենաներ։ Դուռը բացել էին հարմարեցված բանալիներով։ Եթե մեքենայում ձայնարկիչ եղել էր, գողացել էին ձայնարկիչը, եթե ոչ, բացել էին շարժիչի կափարիչն ու հանել մարտկոցը։ Ոստիկաններին հաջողվեց պարզել նաև, որ եռյակը Արտաշատից առաջ եղել էր Արարատում։ Գողություններ էին կատարել նաև մայրաքաղաքի Մալացիա Սեբաստիա եւ Շենգավիթ վարչական տարածքներից։ Ընդհանուր առմամբ թալանել էին շուրջ 4 տասնյակ ավտոմեքենա։ Կարեն Փաշինյանը, Գևորգ Պողոսյանը եւ Գագիկ Հովանիսյանը կալանավորված են։